Շարունակվի առավոտվա վիկենդը ու քիչ առաջ ինչպես խոստացանք, մեր տաղավարում ժամանակն է դիմավորենք մեր առաջին հյուրերին։ Մեր տաղավարում է դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը եւ նրա կրտսեր որդին Ռիչարդ Հակոբյան, որը նույնպես տաղանդավոր մի երիտասարդ է։ Բարի լույս։ Բարև ձեզ, ողջույն։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Սկսենք այդտեղից զրույցը, թե սովորաբար ինչպես է ձեր առավոտները սկսվում։ Առավոտը սկսվում է շատ շուտ իմ համար, որովհետեւ ես արթնանում եմ մոտարպես ժամը 7-ից մինչև 7:30-ի տարածքում կապ չունի երբ եմ կնում, չգիտեմ ինչից է։ Սկսում եմ մի բաժակ սուրճից տառը։ Ու հետո արդեն օրվա պլանավորելուց էլի ինչ եմ անելու ամբողջ օրվա ընթացքում։ Երեխեքին եթե աշխատանքային օրա դպրոց ճանապարհելուց եւ այլն եւ այլն։ Բայց նշեցիք, որ միշտ այդպես է եղել, բա, ժամը 7-ից 7:30-ն ենք։ Վերջի տարիներին մեծանալուց հետո շուտ այնպես մի հատ տենդենս կա իմ մոտ, որ եթե նույնիսկ գիշեր ժամը 3-ը մինչև 4-ը չեմ քնում, մեկը ես առավոտ 7-ից 7:30 արթնանում եմ։ Հետո իհարկե սաղավարվա ընթացքում տանջվում եմ, բայց ամեն դեպքում։ Օրվա ընթացքում էլ չի լինում այնպես պատմական։ Չէ, օրվա ընթացքում այդ տենդենսն է կա։ Մի ժամ պետք է քնեմ ես ցերեկը։ Ինչ լավ։ Պարտադիր։ Ինչ ընդհանուր հետաքրքրություններ ունեք ձեր 3 որդիների հետ։ Նախ իմ 3 որդիները մեկը մյուսից շատ տարբեր երեխեք են, մեծ տղաս իր աշխարհով արդեն թինեյջերի տարիքում արդեն իր աշխարհով է ու ինքը մեզ ոնց որ լավություն է անում, որ մեր հետ ապրում է, այդ տրամադրությունն է անում, որ տենց միշտ ձևի մեջ, միշտ տենց շոր վայ, բանս առնարանում հյութը վերջացել է, ձեր բան այդ տենց ավիճակը։ Ձեր հյութը վերջացել է։ Ձեր հյութը վերջացել է, ոսկային շատ մազերովի մասին։ Միշտ եկես դե իմ ընկերն է, Ֆելոն, որ ամեն հարցով ֆել է արա, ֆել են արա ու ինքը չի էլ նեղվում դրանից, Ֆելոն միշտ ընկերական է հետը շատ։ Ես էլ մեր տան դեռ կազմավորված, բայց բարդ բնավորությամբ ակտիվ, չար ու շատ խելացի երեխան է։ Ընդհանուր ես ամեն մեկի մեջ ինձանից մի բան կա, այն որ ասեցի այդ մի քիչ ծևի մեջ բան ասեց, այդ էլ կա, այն շատ ընկերականն էլ կա, էս էլ կա, էլի։ Ամենաշատը ինչն է սիրում պապայի հետ անել։ Ինչ եք անում դուք իրար հետ։ Խաղում եք։ Ինչ եք խաղում։ Որ ասում արի բան հելի վրես մշիսկայնի հելում գնում թադվդում եմ։ Թրվռում ես։ Չի Պապայի ցավում։ մեջքի վրա։ Մեջքի վրա։ Հա։ Պապայի մեջքի վրա կանգնում ես ու թրվռում ես։ Հա։ Իսկ ուրիշ ինչ կա, ամենաշատը ինչն է սիրում հայրիկի հետ, որ տես տպավորվել եք քեզ մոտ։ Ես այդտեղ գնացել եմ լիքը։ Ուր ես գնում։ Ուր եք գնում իրար հետ։ Իսկ բնության գիրք չեն գնացել, անտառ չես եկել հետս։ Եկել եմ։ Ինչ էր անում բանդեր։ Ֆելոյնքել են 2 անգամ գնացել, ուղղակի սամալոտ էին անում եւ վրա վաթանանս թծավ գնաց պալատկեն ծակեց Ֆելոն Ֆելոն ծակեց։ Հա, գլխով։ Գլխով։ Դա գնաց անգավ ծոնի մեջ։ Ձյան մեջ ենք։ Դու բայց բան չէիր արել, չէ՞, այդ ամեն ինչը Ֆելոն արեց։ Հա, ես այնտեղ չէի։ Դու այնտեղ չէիր։ Քեզ պատմել է։ Հա։ Քեզ պատմել է։ Ո՞ր էիր դու։ Տուն էի։ Քեզ խափել չենք տարել, չէ՞։ Հա։ Բրիջ։ Մաման ու պապան իսկ հաճախ են քեզ այդպես ստում ու չեն տանում ոչ միտեղ։ Հա, սատում են։ Հա, ստում են։ Հա։ Ինչ ենք ստե, բայց մենք քեզ։ Բան ֆալասում է գնալու սպատս ու չեմ գնում։ Բա դու չես ուզում գնաս։ Ա չեմ ուզում։ Բախի չես ուզում։ Հավատակ բան են։ Ինչը։ Դե բան են տալի եմ։ Հոգնասնում են։ Ինչ են անում, որ հոգնասնում են։ Եմ տանում պալասնում։ Հա, ինչ պարտես պիտի գնաս, որ պարել սովորես։ Չեմ ուզում։ Բրիջ, իսկ որոշել ես մեծանաս ինչ ես ուզում դառնաս։ Հա։ Ինչ։ Պարող։ Երգիչ։ Ասա, ոնց կա, ասա։ Գուշակեք։ Դերասան։
Բայց մենք ենք քեզանից հարցազրույց վերցնում, ոչ թե դու մեզանից։ Ես վստահ չեմ, այնպես որ Հա, վստահ չեն կարող ասել, բայց ինչ ես դու ուզում դառնալ։ Ինչ ես ամենաշատը սիրում։ Տուն սարքել եմ դե։ Տուն եմ սարքել։ Շինարար ես ուզում դառնալ։ Հա։ Ճարտարապետ այսպես հետաքրքիր նախագծեր գծագրես։ Հա։ Իսկ կարող է ուզում ես երգիչ էլ դառնաս։ Չէ։ Իսկ կարող է դերասան ֆիլմերում խաղաս։ բայց papayi հետ երգում ես դու, չէ։ Հա։ Միջոցառումներ ես ուզում վարել papayi հետ։ Մենք տեսել ենք։ Եմ քեզ ասում եմ գալիս ես գնանք հարսանիք վարենք իրար։ Հա։ Մենք կարող ենք ապացուցել։ Փողել են տալու։ Այսօր է այստեղ։ Բայց դի երկես։ Խոսքերը տանող անով լեզու դեպի ման սավիքը իմ անմական հեր հաուդի ֆուդ ֆեդի Շատ լավ է ստացվում, բա ասում ես երկիչ չեմ ուզում դառնալ։ Իրան միշտ ասում եմ դու գիտես որ բանը ճանաչում ենք քեզ։ Իրականում ճանաչում եմ, հիմա որ իրար հետ մենք դուրս են գալի, նրան ավելի շատ են ինչ-որ ռեակցիա տալի մարդիկ քան ինձ։ Որ ասում եմ գիտես որ քեզ բոլորը ճանաչում են, դու հայտնի ես դառը։ Այն օրը գնացել էր ես իմ ինչ տեղ էինք, ինչ-որ աղջիկներ այդ խաղայի հրապարակ բան գնացել էր այդ երեխեքին, ասել էր ես հայտնի եմ ու բաներ եկալ է անվճար փուչիկ էր վերցրել, ինչ էր վերցրել գնացել, ասել է դու ինչ ճանաչում ես հայտնի եմ փուչիկ տուր։ Դու հրաշալի բիզնեսմեն կդառնաս իմ կարծիքով, ոչ միայն ճարտարապետ շինարար։ Պրոդյուսեր կդառնա շատ հայտնի։ Ափսոս հիմա դու չգիտես պրոդյուսերի ինչ է ու մենք շատ ինչքան էլ բացատրենք դեռ հələ շուտ է որ դու անցալ ես, բայց այդ ուղղությամբ մտածի։ Հատկապես որ ջիղը տաղանդը կա այդ ուղղությամբ։ Լավ, Գոր, ինչպես եք բաշխում ժամանակը աշխատանքի եւ ընտանիքի, այսպես որ հավասարաչափ լինի։ Գուցե կան հատուկ օրեր նվիրված ընտանիքին։ Այդ օրերը լինում են բարբերաբար, բայց նա չի որ հատուկ տես ֆիքսած օր կա, որ ես այս օրը չեմ գնում որևէ բան անեմ, որովհետեւ պետք է ընտանիքի հետ լինեմ, հնարավոր չի դա։ Ու իրականում այդ ժամերը բաժանելը մեզ վերջի этаպում մանավանդ չի ստացվում։ Այսինքն ես կարող եմ առավոտ շատ շուտ տնից գնամ ու գամ մյուս օրը առավոտ։ Ու այդ որ ամբողջ օրվա ընթացքում ոչ մի բանից տեղյակ չլինեմ տանը ինչ է կատարվում։ Տենց փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, բայց դե այնքան շատ բան ենք անում, որ չենք հասցնում էլի։ Հիմա լավ է, վերջի մի 10 օրը հիվանդացել եմ։ Ու տնից դուրս չեմ եկել, տենց Չկա չարիք առանց բարիք։ այո, պարկած եմ եղել։ Ավելի մտերմացավ հայր եւ որդիներ Ասում եմ հարաբերությունները։ ինտերնետը անջատել եմ, բարձում եմ լավ բարեկամներ ունեմ տան մեջ, լավ մարդիկ են ասում, նույն հիմա այդ բանն է, Ինչ նախասիրություններ ունեն, ոչ միայն Ռիչը։ 3 տղաները։ Մեծը ֆուտբոլով է, իր ֆուտբոլի գծով է գնում, բավականին արդեն մի քանի տարի ու լավ հաջողություններ ունի այդ ոլորտում։ Միջնակը լավ սովորում է դպրոցում։ Իրանց դասաժամերը բան է, առավոտ 9-ից սկսում է մինչև իրիկունը 6-ը, տենց դպրոցում տարբեր տեսակի ինչ-որ ավել խմբակներ եւ այլն, ասես բաներ կան։ Ինքն էլ դե փորձում ենք 3-րդ տարին արդեն համոզենք, որ տանենք նախակրթարան։ Դեռ չի ստացվում։ Առաջի անգամը որ տարանք, որ ընդունելության օրը այդ դաստիարակը նայեց, մենք մինչև զրուցում էինք, ինքը ներսն էր արդեն, դաստիարակը sense նայեց, օքեյ, պետք է ընդունեին արդեն, նայեց sense, հա, sense ակտիվ է այս երեխան։ Հա չէ կներեք, մենք չենք կարող իրան ընդունենք, այդ անգամը տենց չեղավ, որտեղ մինչև այնտեղ երեխեքը ինչ որ բաներով sense խաղում են, ինքը սա քանդեց։ Երկրորդ անգամը մի քանի օր գնաց մնաց, հետո պարզվեց, որ պարտեզում լավ բաներ չեն սովորացնում իրան, իր տեսանկյունից։ Ու հիմա արդեն նախադպրոցական է, մյուս տարի պետք է դասի գնա, 6 տարեկան է դառնում արդեն, այդ իրանց դպրոցում տենց է։ Փորձում ենք գոնե տանենք նախակրթարան, որ տառերը սովորի, մի բան սովոր հաշվել սովորի, գույները սովորի գոնե ռուսերեն լեզվով, չէ, ձև չկա։ Քիչ ես այդում պարտես։ Չազամ։ Իսկ ինչ ես ուզում։ Ինքը դրսի երեխա է շատ, ինքը մեր հայաթում, մեր բակում դուրս է գալիս տանից, իր բոյին էլի 2 հատ ընկեր ունի, որից մեկը աղջիկ է, ու տենց երեքով այդ թաղերով, որ պրոստը պետքա շատ ուշադիր լինենք, որ չկորեն, որտեղ առանց զգուշացնել տնից գնում է, կարող է չգա երկար 3-4 ժամ ընկնում, ման են գալի, բան մեկի տնից գտնում բերում են։ Մեր մանկության ես էլ եմ տենց եղել եմ, որ միտեղ շինարարություն են արի, ես այդ շինարարության մեջ եմ եղել, մաքուր հակած տնից դուրս եմ եկել ցեխոտ հետ, այդ տենց երեխա ենք։
ջունգլիներից է, էլի, հələ ուղղվի չի կարելի, էսի հերոստա եթեր այսի մեր հայատի պսիխոթերերը չի։ Կարելի ասել 3 որդներից ոչ մեկ ձեր ուղղությունը, ձեր ճանապարհը չի ընտրել կամ չունել ցանկություն ընտրել։ Չեն ընտրել, չէ։ Դեռ չեն կողմնորոշում նախ երեխային, հետո իմ մոտ մի հատ բան կա, սկզբունք կա, որ ես կարամ իրանց ինչ-որ իմ ընկերների օգնությամբ, ծանոթների օգնությամբ ինչ-որ տեղեր նկարեմ, չգիտեմ, ասեմ նկարեն եւ այլն, եւ այլն, չեմ ուզում, որովհետեւ ուզում եմ երեխան նախ ինքը հասկանա ինքը ով է ուզում դառնա, ինչ է ուզում, ես չեմ ուզում ինչ-որ նախ չեմ էլ սիրում դա, երբ որ ծնողը միջամտում է ու հետևից քաշում է, բերում է իր ասպարեզ, այսօր այդ մի քիչ շատ է մեր երկրում, խելոք։ Բայց եթե ամեն դեպքում լինի, ինչպեսին կլինի ձեր նորմալ, օքեյ, ես չեմ բռնանա ոչ մի բան։ Իրանք նկարվում են ինքը ու իր մեծ աղբերը, տարբեր գովազդներում են նկարվում։ Հա, ու իր միջելուց իր հոնորարը ավելի թանկ է, քան մեծ աղբերը։ Իրանը լավ է, որ դեռ ինքը դա չի հասկանում։ Ինքը չի հասկանում, իրանը թանկ է ու տենց եթե որոշեմ, որ մի օր պետք է դառնան դերասան կամ այս ոլորտի մեջ լինեն, ես օքեյ։ Ճիշտ է, քիչ առաջ մենք դիտեցինք մեկ տեսահոլովակ ձեր Instagram-յան էջերից, բայց մենք ունենք եւս մեկը, առաջարկում եմ դեմ չես, կուզես միասին մի հատ էլ տեսահոլովակ դիտենք մեր պատեկրանին։ Քեզնից։ Քո վիդեոներն ենք Քեզ ենք նայելու։ Քո մասին է, շատ լավ։ էլեմենտ նորմալ բայք։ Թույլտվություն ունենք ռեչից։ Ես հազում։ Ծխում ես դրանից է։ Ես քո մոտ չեմ ծխում։ Դու հետևը նստած ես, ես դե պատուհանից դուրս էի ծխում։ Բայց ոչինչ որ բան պատո դուրս չի եթում։ Ներս է գալիս ավելի ճիշտ։ Ներես է գալիս։ Հա։ Լավ է, չեմ ծխի կներես։ Ոստացի։ Ոստանա որ չեմ ծխելու։ Հա։ Вообще։ Ռիչ։ Էլ չի ծխում papan։ Ընդհանրապես։ Հա, լավ է։ Սուտ ես ասում, հենց հիմա դու։ Բայց ապրես որ հայրիկին փորձում ես ամեն ինչ անել, որպեսզի նա էլ չծխի։ Շատ լավ բան ես անում։ Ապրես։ Այս վիդեոները որ կան, շատ սպոնտան է ստացվել, որ նույնպես չի որ ես նկարել տեղադրել եմ, որ ինչ որ դիտումներ կամ լայքել են, պրոստը նկարել եմ, իմ երեխին է դրել եմ իմ Instagram, հետո հասկացա, որ ավելի շատ այդ կոնտեքստն է աշխատում, քան ես։ Ու որոշեցի էլ սպասի, մի հատ էլ, հետո մարդիկ արդեն ուզեցին, որ այդ վիդեոները շատ լինի, տեսնեք, ու իմիջիալից ինքը մենակ իմ հետ է տենց խոսում։ Այսինքն հիմա եթե մենք ստեղ երկարել նստենք ադապտանա այս տարածքին, ձեզ, այս ամեն ինչին, էլի կարող է չխոսենք այդ ոնց որ տեղը, որտեվ ես եմ խոսացնում իրան տենց։ Ոչ թե ասում եմ ինքը կրկնում է, այլ ես մենք իրար հետ արդեն բան ենք, էլի։ Միանշանակ։ Պրոդյուսեր դերասան։ Իսկ առասարակ որդերից ինչ որ մի բան կա, որ այս ընթացքում դուք եք սովորել, ոչ թե դուք սովորացրել եք, դա պարզ է։ Հիմիկ երեխեքից այնքան բան մենք կարանք սովորենք, որ ես նախ չգիտեմ իրանք ոնց են այտենց միանգամից այդ ամեն ինչին տիրապետում։ Հա, լիքը բան կա, մանավանդ տեխնոլոգիաների ոլորտում, որ ես այդքան բան հասկանում եմ տեխնիկայից եւ այլն, դու որ դեից ես իմացել էդ։ Հələ մի հատ էս արա, արդեն այդ բանը կա, էլի։ Վարդել արի, մի հատ լեսի ինչ է իրան, մի դզի էսի շուտման, եկանում արագ անում, տալիս են խոսքի։ Բաներ կա, որ ես իրանցից սովորում եմ, հիմա այս դարի երեխեքը դեռ ինչ ես տես նայում, դու չունես էլ։ Տենց նայում եմ սովորելու համար, նենց հետաքրքիր եք շփվում, ես լուր եմ, ես շփվում եմ ինձ երեխեքները հետաքրքիր, մենք սիրել ենք իրար եւ տես տանջվում ենք։ Նայ, կարմրեցի, մազերը սա խառնվեց, նայ մի հատ չար դեմք ես արել, ինան խնդացել, ու դու շարունակում ես էդի անել, հա միշտ։ Մենք իրար այդպես ենք դուր եկել։ Մի անգամ տենց արեցինք ու դուր եկանք իրար։ Չեղ աչքերով։ Ռիչ, դու ամենաշատը սիրում ես հայրիկին տեսնել ֆիլմերում, թատրոնում, թե տանը։ Տանը։ Իսկ թատրոնում ես շատ սիրում, որ գնում ես թատրոն ու տեսնում ես հայրիկ ինչ-որ մի ներկայացման մեջ դերակատարում ունի, թե ֆիլմերում, երբ որ այսպես է։ Ֆիլմերում։ Թատրոնը վերջի տեղն է։ Ֆիլմերում ինչ ես տեսել էր։ Որ ֆիլմն ես սիրում հայրիկի։ Full House-ը։ Քանի Ռիչը խոսեց Full House-ի մասին, եկեք նաև քննարկենք Full House-ը։ Դուք վերամիավորվել եք վերջերս եւ նկարահանել եք ֆիլմը Full House-ի։ Մեզ մի քիչ պատմի Full House-ից։
Ինչ պատմեմ։ Ոնց անցան նկարահանումները, կարոտել եք իրար թե չէ։ Նախ, հա, բնականաբար կարոտել ենք, հետո շատ ուրախացանք այն փաստից, որ վերամիավորվեցինք, այսինքն բոլորը կազմով հանդես եկան մի գաղափարի շուրջ։ Ու նկարեցինք գեղարվեստական ֆիլմը ու շատ լավ նկարեցինք։ Ոնց անցան նկարահանումները։ Արտարոց դեպքեր։ Ոչ մի բան չի եղել, մենք մեր կողմից ամենայն դեպս դե մենք որ 10 հոգով այդ կազմը հավաքվում է իրար գլխի մի քիչ ստեղծագործական թիմն է նեղվում, որովհետև մենք անկառավարելի ենք դառնում իրականում արիստեմստի արի անկառավարելի ենք դառնում ինչ առումով որ սկսում ենք արդեն շատ ծիծաղել լուրջ չվերաբերվել հա ինչ որ հումորներ մեկը մի բան ասում է մեկը մի բան ասում է դա առնում է ասես ինչ որ ձնագնդիկի նման մի բան մի խոսքով այդ process-ն է մենակ բարդ եղել ռեժիսորական սաստավի համար, որովհետև չէին կարող հավաքեն իրար գալ։ Բայց լավ նկարահանումներ ունեցանք, Ստեփանավանում նկարեցինք, մոտ մի 20 քանի օր, ստեղ էլ նկարեցինք ու հիմա հունվարի 29-ին պետք է պրեմիերա անենք։ Ուրիշ Իսկ մոլորակում այլ նորություններ, ինչ սպասենք։ Այլ նորություններ այս բային դեռ չունեմ ես, ավարտել եմ իմ բոլոր նկարահանումները, մարտ ամսից մինչև սեպտեմբերի վերջ, տենց ամեն օր ես տանջվել եմ կարելի ասել, որովհետև չէի քնում, չէի հանգստանում եւ այլն եւ այլն։ Մանավանդ վերջի этаպում ես ինչ պրոյեկտներ որ կողքից կար հասկացա որ ժամանակային առումով եւ հոգնածության առումով դա ինձ խանգարում է հրաժարվեցի այդ պրոյեկտներից ու հիմա ինչ որ հանգստի փուլում եմ մինչև մարտ ամիս։ Դե հանգստանալ Մարտից այսինքն ինչ որ բան այնուամենայնիվ նախատեսվում է։ Նախ ոնց չի նախատես, ոնց կարա չնախատեսվի, ոնց ապրենք։ Ինչ է նախատեսվում։ Փոքր-ինչ փորձենք փակագծել բացել եթե կարելի։ Սիտկոմի հրավեր ունեմ, որ պետք է նկարվեմ մարտից եւ մի հատ ներկայացման խոսակցություն կա, որ պետք է սկսվի։ Մենք հետևելու ենք ամեն դեպքում, հենց նորությունները արդեն մոտենան ու կյանքի կոչվեն, կարծում եմ առիթ կլինի նույնպես հանդիպելու կամ դրա մասին արդեն ավելի բաց փակագծերով խոսելու։ Ռիչ, մենք քեզ կարող ենք մի երկու հատ հարց տալ, 2-3 հատ։ Շատ չէ։ Բայց պետք է մենք արագ հարց տանք, դու պետք է արագ պատասխանես։ Խաղ ենք։ Խաղա ու անունը բլից հարցադրումներ։ Դե բլից շատ արագ։ Համաձայն ես։ Առանց մտածել պետք է պատասխանես։ Շատ լավ խաղա։ Okay։ Ու հիմա շատ շուտով մենք կիմանանք ձեր ընտանեկան բոլոր գաղտնիքները Քոշնոյի։ Քո ամենասիրելի մուլտֆիլմը ո՞րն է։ Մաշա Միդվեցը։ Մաշան ու Արջուկը։ Հա։ Իսկ որն է քո ամենասիրելի ուտեստը, ուտելիքը։ Ինչ ես սիրում ուտել։ Ուղիղ նստի։ Մենակ բտուջում ուտում։ Բրդուճ ես սիրում։ Ինչ կա այդ բրդուճի մեջ։ Մենակ եշիկը։ Ու մեկը կեչուպ ու մայոնեզ։ Լավաշ, երշիկ, կետչուպ, մայոնեզ։ Խորոված չես սիրում։ Սիրում եմ, ուտում եմ։ Ինձ թվում է դու բան ունես պատմելու խորովածի հետ կապված։ Պապան ոսարկում է, գնում ուտում եմ։ Սաղ, մենակ։ Պապան սարկում է, գնում ես սաղ ուտում ես։ Մենակ հենց։ Բա մնացած ինչ չի մնում խորոված։ Մամային, եղբայրներին, պապային։ Խապում։ Նվերներ ստանում ես։ Մաման ու պապան շատ են նվերներ անում։ Հա։ Ամենաշատը ինչ ես սիրում նվեր ստանալ։ Ասա։ Ասա։ Շուտ։ Մտածում։ Ռիչ։ Մենք շատ ամաչկոտ ու Ինան չի սիրուն պետք է հայացքների խոսա, փոխանակման մեջ ենք։ Ռիչ, Սենտիմենտալ բան կա ձեր մեջ։ Ռիչ, այ Ռիչ։ Լսի։ Դու նվերներից ամենաշատը ի՞նչն ես սիրում, որ ստանում ես։ Խաղալիք։ Չեմ նայում, ես չեմ։ Խաղալիք սիրում ես։ Հա։ Որ խաղալիքն ես սիրում։ Հենց մի հատ խանիկ եմ տանում պոպոին ուզում եմ օդ։ Օրորոր, բայց մեքենա ես սիրում, թե հրացաններ, զենքեր։ Զենքեր եմ սիրում։ Բայց մեքենա էլ ես սիրում։ Հա։ Իսկ կա ինչ-որ հերոսներ, որ դու օրինակ սիրում ես։ Հա։ Ով է քո սիրելի հերոսը։ Սասունցի Դավիթը, Տորքանգեղը, Վարդան Մամիկոնյան, չէ՞։ Խալկը։ Ես ամեն ինչ արեցի, որ դու այդ պատասխանես տաս, ակնկալով, որ դու հենց այդ պատասխանն ես տալու, որտեղ ես էլ մի 5 տարեկան տղա ունեմ։
Խալկ։ Տանը ով ցավոք սրտի խալկեն ասիրում։ Լավ, տանը ամենաշատը մայրիկին ով է ջղայնացնում, ով է զայրացնում։ Ես Ինչ ես անում, որ ջղայնանում ամ մամա։ գնում կադր քանդում եմ, Դարակները գադաժում, գարաժում։ հա, Ինչ եք պահում գարաժում, որ քանդում ես։ կվադոս, շատ արագա, իսկականա, սուչի, բաբայի մոտոն, Դու մոտո սիրում ես։ ու մեր վեշերը, Գնում քանդում ես, մաման ջղայնանում, հա։ հա, Հա ճիշտ է ասում։ Իսկ papan հաճախ ում վրա է ամենաշատը զայրանում, ջղայնանում, բարկանում։ Էլի քո, հա, որովհետև իրերը խառնում ես իրար, հա, գնում դարակն եմ մտնում, Պապայի իրա դարակն դարակը։ ես մտնում։ հա, Բա կարելի է հայրիկի դարակը մտնել։ հա մտնում եմ, Լավ ես անում։ Ուրեմն կարելի է։ Որքան շատ ես սիրում հայրիկին։ Շատ ես սիրում հայրիկին։ հա, Ինչքան։ միջև երկրից դուրս, Մինչև երկրից դուրս, հա, այդ շատ է։ Հա. Ես չգիտեմ ուղղակի։ Կարաս ցույց տաս։ Կա դրան ցույց տալու ձև։ Այսքան։ Այսքան։ Դա Այսքան։ եզերական սեր է։ Այսքան։ Բա ինչքան։ Հələ դու ցույց տա ինչքան։ մտածի, Մտածեցի, դրա համար էլ այսքան ասեցի։ Ես այսքան մտածեցի։ Հիմա դու ասա։ Օй, այսքան։ Հա? հա, Երկանքից դուրս։ հա, Մենք շատ ուրախ ենք, որ դու մեր հետ էիր, հավանեցիր մեր տաղավարը։ հա, Էլի կգաս մեզ մոտ։ հա, Լավ է, չէ՞ այստեղ։ Գոր շատ շնորհակալություն, որ չմերժեցիք հրավերը ու մեր տաղավարում եք մեզ էլ սկսեցիք օրն ու առավոտը։ Շատ շնորհակալություն անկեղծ ու ջերմ զրույցի համար։ Ռիչ, քեզ էլ շատ շնորհակալություն անկեղծ շատ հոյակապ հարցազրույց տվեցիր։ Հուսանք, որ այո, հանգստյան օրեր շատ կլինեն, որպեսզի ընտանիքի եւ որդների հետ մենք էլ շատ ժամանակ անցկացնենք, որտեղ մենք այսօր արդեն առիթ ունեցել ենք խոսելու Ինայի Ես դա հետ։ իսրտեմ աղթում եմ ձեզ։ Շատ շնորհակալություն։ Իսկ մենք Այնուամենայնիվ կվերադառնանք կարճատև դադարից հետո։